Մեր հայ Արցախի գորգից վերցրած նախշա, սա քարերից, մեր խաչքարերից վերցրած նախշեր է։ Գորգերից ու խաչքարերից պոկված նախշերը զարդարել են բրդե գուլպաները։ Յուրաքանչյուր սիմվոլ ունի իր նշանակությունն ու պատմությունը։ Արցախում ունեն հիլի կոչվող, հիլի, այսինքն հայելի։ Ինքը դիմացի մասում բաց է մնում, այսպես շրջանակի նման, կարծեք հայելու տպավորություն է թողնում, սպիտակ։ Հայկական մշակույթը հայտնի է իր գուլպագործական հարուստ ավանդույթներով։ Մեր նախնիները գուլպագործել են ոչ միայն նստած, այլև քայլելիս, զրուցելիս, ինչը նրանց փայլուն հմտության վկայությունն է։ Գուլպան ինքը գործվում է քթից, ոչ թե վերևից։ Տատիկները մի պահել, որ մի քիչ բարակթելով է մաշում, գործում, փորձում են ներքևի մասը մի հատ կտոր դնեն, կարեն, որ ուշ մաշել է այդ գուլպան։ Եվ հետո իր նախշերը, մեր ավանդական նախշերը, մեր գորգերի նախշերը, մեր եկեղեցիներում այդ նախշերը եւս տեղադրվում է գուլպայի այդ գեղեցիկ գույնզգույնը, որ ասում ենք նախշուն գուլպա, այդ գլխավոր միտքը դա է։ Ժողովրդական արվեստների թանգարանում բացված Գուլպան հայոց ավանդական եւ արդի մշակույթում խորագրով ցուցադրությունը ներկայացնում է հնի եւ նորի միաձուլումը։ Ցուցադրվում են Արցախի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների եւ վարպետների գործած գուլպաները, համադրված թանգարանի հավաքածուի ու գուլպայի գաղապարների նմուշների ընտրանիով։ Ավանդույթը պահպանելու ու սերնդեսերունդ փոխանցելու համար կենտրոնի տնօրենը ազգային հիշողության արտնացումն է կարևորում։ Փորձում ենք երիտասարդներին սովորեցնել մեր ազգայինը, որովհետեւ այդ գուլպա, մեր ազգային գուլպան, որը կոչվում է տարբեր անուններ ունի, օրինակ Հադրութում մենք ասում ենք շաթալ, իսկ Հադրութի մի գյուղում Բանաձոր գյուղում ասում են քթավեր մչավեր, մյուս գյուղում ասում են հիլի, եւ այդպես շարունակական, ես չեմ ուզում կորչի, կորցնել չի կարելի մեր ազգայինը։ Գուլպաները մեր մշակույթում եղել են նաև ամուսնական, ընտանեկան արարողակարգի ծիսաշարի կարևոր բաղադրիչներից։ Հարսն իր օժիտում պարտադիր ներառել է նախշազարդ գունավոր գուլպաներ փեսային ու հյուրերին նվիրելու համար։ Հիմնականում նվերները անում էին տղամարդկանց գուլպայի ձևով, եւ դրա համար այն գուլպաները, որոնք որ այս նպատակով էին արում եւ պիտի դրվեին օժիտների մեջ, դրանք կարող են մի 10-20 զույգ լինեին, հարսը պիտի իր օժիտի մեջ այդքան ունենար, որտեղ ամեն եկողին իրեն նվեր տվողին ինքը պիտի փոխադարձեր այդ նվերը։ Զույգ թռչուններով, կենաց ծառերով, տարբեր տեսակի, ասենք, բուսական զարդանախշերը դրանք պտղաբերության խորհրդանիշ էին եւ դրանք պարտադիր տրվում էին հենց նորափեսայի, ասենք, համար։ Մեր նախնիները հավատում էին գուլպա նվիրելով նոր ընտանիքը պտղաբեր կլինի, իսկ ազգային ավանդույթի ու հայկական գուլպաների թելը երբեք չի կտրվի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։